Ինձ մի քանիսը անհանգստացած գրում են, բայց տեսակ Սյունիքում դրան ոնց դիմավորեցին։ Եվ ոնց դիմավորեցին։ Այն որ Սյունյաց ողջույններ չհղեցին Նիկոլին, դա չի նշանակում, որ նորմալ են դիմավորել։ Իսկ ինչու նախորդ անգամվա վիրավորանքները չկային։ Հանրությունը մտքափոխվել է, իհարկե ոչ։ Կարծում եմ ճիշտ հակառակը, ավելի է ամրացրել իր դիրքորոշումը։ Ուղղակի նախորդ անգամ ոստիկանությունը այցելեց այդ բոլոր բացականչողների տները հատ-հատ, քրեական գործեր հարուցեցին, որոնք մինչև հիմա ընթացքի մեջ են։ Վարկանիշ ունեցող երկրի ղեկավարը իրեն մի հատ հայհոյեին դատի կտար, չէ, կասեր 3 միլիոն մարդ ընդունում, ոչինչ, թող մի քանիսն էլ այդպիսի դիրքորոշում հայտնեն։ Մի քանի օր առաջ Նիկոլը գնացել էր Տավուշի Բերթավան համայնք, որտեղ սահմանազատում են անելու ու արդեն տեղեկություններ կան, որ մի քանի տուն անցնելու է Ադրբեջանին։ Հանդիպմանը բերման ենթարկվածներին մանրակրկիտ անցկացրել են մետաղորդիչներով, խլել հեռախոսները, պայուսակների իրերը, ջրի շշերը։ Այսպես կոչված ժողովրդի վարչապետը ժողովրդի հետ այդպես է շփվելու գնում։ Այն թե Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տավուշում կամ դրանից առաջ Սյունիքում լավ է անցել, դա հենց ինքնախաբեությունն է։ Չի կարող գյուղում, որտեղ սահմանազատում է թուրքին տարածքներ ընտրվելու, վարկանիշ ունենա։